Փաշինյան-Ալիև հանդիպում Դուշանբեում այս ամիս արդեն երկրորդը, ինչ են քննարկել, ինչ պայմանավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Փաշինյան-Պուտին բանավեճ թվերի շուրջ, հայ-ռուսական ապրանքաշրջանառության իրական պատկերը, ռուս-ադրբեջանական ջերմացող հարաբերություններ, ինչ սպասել այս հալոցքից։ Հաշտություն Գազայի շուրջ Իսրայելի կառավարությունը հաստատել է Համասի հետ ձեռք բերված համաձայնագիրը, պաղեստինցիները վերադառնում են տուն։ Կրկին Հրդեհն ու Բարաշենի աղբավայրում ամբողջ գիշեր հրշեջները պայքարել են կրակի բոցերի դեմ, ինչպես լուծել պատուհաս դարձած աղբավայրի խնդիրը։ Վանդալիզմ Կիրանցի վանքում պատերին գրառումներ են, որոնք բոլորը մաքրել չի հաջողվում։ Մայրաքաղաքը խեղդվում է փոշու մեջ, այն գերազանցում է թույլատրելի չափը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Նժդեմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Դուշանբեում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, այս ամիս արդեն երկրորդ անգամ առաջինը Կոպենհագենում էր։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության անվտանգության ճանապարհով, հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովին իր ելույթում ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատման գործում հիմնարար դերակատարություն է ունեցել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Փաշինյանը խոսել է նաեւ TRIP նախագծի մասին, ասել, որ նախագծի իրականացումը արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ կբացի նաեւ ԱՊՀ երկրների համար։ Հայ-ռուսական ապրանքաշրջանառության թվերի վերաբերյալ թեթև բանավեճ է եղել Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև։ Դուշանբեում ԱՊՀ անդամ ղեկավարների պաշտոնական հանդիպումներում Լուկաշենկոն կրկին հայտնվել է հումոր անողի կերպարի մեջ։ Իլհամ Հեյդարի, ասում էիք չի գալու, երեք անհանգստանում էիք, ասում էիք չէ, որ Նիկոլ Վովային առանց մեզ ոչ միտեղ չի գնա։ Ինչպես թե չեմ գալու, որտեղ չեմ գալու։ Այս զրույցի տեսանյութը հրապարակել է Լուկաշենկոյի գործունեությունը լուսաբանող Telegram ալիքը։ Տեսախցիկները ֆիքսել են նաև, թե Պուտինն ու Ալիևը Դուշանբեում կայացած ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ինչպես են գրկախառնվում։ Իսկ ահա Պուտին-Փաշինյան դեբատում հնչեցված թվային ցուցանիշները տարբեր են։ Պուտինը Փաշինյանից Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության ծավալներն է փորձում ճշտել, բայց եւ չի համաձայնում Փաշինյանի ներկայացրած թվային ցուցանիշների հետ։ Ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ որքան է կազմում։ Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար։ Որքան։ 4 միլիարդ դոլար։ Ոչ, ավելի շատ։ Անցած տարի 9 միլիարդ էր։ Անցած տարի ավելի շատ էր։ Ակնհայտ է, որ այս տարի էլ ավելի շատ կլինի։ Ավելի ուշ Գևորգ Պապոյանը գրառում կատարեց, որ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել, որ նա հրապարակել է Հայաստանի վիճակագրության կոմիտեի թվերը, եւ հետեւաբար ըստ Պապոյանի Փաշինյանի ներկայացրած թվերը ճիշտ են։ ԱՊՀ ղեկավարների նեղ կազմով հանդիպման արդեն Փաշինյանը արձանագրել է, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Ըստ Փաշինյանի այդ գործընթացում հիմնարար փաստաթուղթը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է եղել։ Итогом мирного саммита, который прошел 8 августа текущего года в Вашингтоне. Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր։ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտության չկանխորոշված միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Նույն հռչակագրում ըստ Փաշինյանի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները վերահաստատել են ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը հարգելու վրա։ Эти усилия должны включать беспрепятственное. Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ TRIP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երթուղային եւ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Փաշինյանը հայտնեց, որ Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ մարտին Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը եւ ըստ նրա դրական արդյունքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ В этом контексте
стороны. Այս փաստաթուղթը եւս հղվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը։ Այնուամենայնիվ Փաշինյանը փաստում է, որ հաստատված խաղաղությամբ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը դեռ չեն սպառվել։ Ալիևը սակայն եւ ոչ մի խոսք չի արտաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա ներկայացրել է Լաչինի Բերձորի զարգացմանը վերաբերող պայմանները։ Ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում, որ Ալիևը ԱՊՀ պետությունների ղեկավարներից աջակցություն է խնդրել եւ այս անգամ էլ Իլհամը Բերձորի զարգացման մասին խոսելիս կիրառել է արևելյան Զանգեզուր տերմինը եւ չի մոռացել մեղադրել հայերին, ձևակերպելով, թե 30 տարի օկուպացրել են Բերձորն ու ավերել այն։ Ավելի ուշ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդովը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են խաղաղության ճանապարհով առաջ շարժվելու հարցեր։ Ալիևն ու Փաշինյանը շատ ջերմ շփվել են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ադրբեջանն ու Ռուսաստանը ջերմացնում են հարաբերությունները, ազատում ձերբակալվածներին։ Ռուսաստանի նախագահը այսօր Դուշանբեում ասել է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջև միջպետական հարաբերություններում ճգնաժամ չի եղել, այլ երկրները բախվել են զգացմունքների ճգնաժամի ողբերգական իրադարձության պատճառով։ Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվան եւ Բաքուն կշրջեն անցյալի էջը։ Ալիևն էլ արդեն անցել է ռևերանսների։ Ինչ սպասել ռուս-ադրբեջանական ջերմացող հարաբերություններից, ժամի անդրադարձը։ Նա, որ մոտ 3 ամիս առաջ հոխորտում էր Մոսկվայի հասցեին, ասում, թե իրենք գիտեն ինչու ու ինչպես է կործանվել Ազալի ինքնաթիռը, ավելին պնդում էր, որ ռուս պաշտոնյաներն էլ գիտեն եւ իր ձևակերպմամբ չեն արել այն, ինչ կաներ յուրաքանչյուր պատասխանատու հարևան, այսօր արդեն չի կասկածում պատճառների ռուսական հետաքննությանը։ Դրա ընթացքն ի դեպ Վլադիմիր Պուտինն անձամբ է վերահսկում։ Ադրբեջանա-ռուսական հարաբերություններն այս տարի հաջողությամբ են զարգացել։ Ադրբեջանը եւ Ռուսաստանի բոլոր ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրագործվում են։ Մեր երկրների միջև օրակարգը ընդարձակ ու դրական է։ Իրավիճակը միանգամից գլխի վայր է շուռ գալիս, ռազմավարական դաշնակիցները դարձի ճամփան են բռնել, նույնիսկ Մոսկվա-Բաքու դիվանագիտական փոխհրաձգություններից տուժածների նկատմամբ Ադրբեջանը քիչ-քիչ վերաբերմունքը փոխում է, փոքրացնում է թշնամանքի չափաբաժինը։ Սպուտնիկ Ադրբեջան լրատվամիջոցի գործադիր տնօրեն Իգոր Կարատվիխին, ում Ալիևի իրավապահները շուրջ 4 ամիս առաջ էին բռնել, բանտից տնային կալանքի են ուղարկել րոպեների ճշգրտությամբ Ալիևի Պուտինին հանդիպելուց հետո։ Աշխարհաքաղաքական ինչ հարց լուծվեց Ուկրաինայի դեմ պատերազմի վրա ամբողջ ուշադրությունը սևեռած Ռուսաստանին հարավային Կովկասից ժամանակավորապես մեկուսացնելով։ Քաղաքագետի գնահատականն է պետք էր Մոսկվային հեռու պահել օգոստոսի 8-ից հայ-ադրբեջանական ամերիկյան խաղաղությունից։ Դա արդեն տեղի է ունեցել, իրենք ստացել են այն ինչ իրենց անհրաժեշտ էր, խոսքը վերաբերում է այսպես կոչված Թրամփի ուղու վերաբերյալ փաստաթղթին։ Հիմա եկել է ժամանակը փորձել Ռուսաստանի հետ նոր առևտրի շրջանակներում, բայց արդեն այլ աշխարհաքաղաքական պայմաններում փորձել հարաբերությունները ինչ-որ Այնուամենայնիվ ռուս-ադրբեջանական խորքային հակասություններն ըստ մասնագետի այսպիսով չեն անհետանում։ Ալիևը հին դիմակը կորցրել է, Պուտինն անշուշտ հիշում է ով, երբ, ինչ, իսկ Բաքուն հարավային Կովկասում ձգտում է տարածաշրջանային թնդանոթի արկի մատակարարը դառնալ։ Այս նպատակից քաղաքագետի խոսքով առայժմ չի հրաժարվի։ Նույն ձև ոնց որ Ադրբեջանը չի հրաժարվում իր ռազմավարական նպատակներից, ավելին Ադրբեջանը ժողովրդական լեզվով ասած ուտացնում են, չաղացնում են հենց այդ նպատակներին հասնելու համար։ Նույնը Ռուսաստանին է վերաբերվում, ռազմավարական առումով Ռուսաստանը իր նպատակներից չի շեղվելու ոչ միայն աշխարհաքաղաքական հարաբերությունների կոնտեքստում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետները վստահ են Մոսկվա-Բաքու հարաբերությունների վրա ազդելու ամենահարմար պահը չէ, սպասել է պետք տարածաշրջանի ժամանակավոր դրության վերաբերյալ ինչ կոմպրոմիսի կգան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Հաշտություն Գազայի շուրջ Իսրայելի կառավարությունը հաստատել է Համասի հետ ձեռք բերված համաձայնագիրը։ Պաղեստինցիները վերադառնում են տուն։ Կրկին հրդեհն ու Բարաշենի աղբավայրում ամբողջ գիշեր հրշեջները պայքարել են կրակի բոցերի դեմ, ինչպես լուծել պատուհաս դարձած աղբավայրի խնդիրը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։
Թողարկման այս հատվածում միջազգային լուրեր։ Իսրայելական զորքերը սկսել են նահանջել Գազայի որոշ հատվածներից, հազարավոր տեղահանված պաղեստինցիներ էլ վերադառնում են իրենց լքված տներ Իսրայելի և Համասի միջև այսօր կեսօրից ուժի մեջ մտած հրադադարից հետո։ Իսրայելի կառավարությունը այսօր վաղ առավոտյան վավերացրել է զինադադարը։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ Համասը վայր է դնելու զենքը և 72 ժամվա ընթացքում ազատ է արձակելու գերեվարված իսրայելցիներին Իսրայելում պահվող հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Գազայում հրադադարի համաձայնագիրը ողջունել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Հուսով ենք, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի մերձավոր արևելքում երկարատև խաղաղության և կայունության համար, ասված է արտգործնախարարության X-ում արված գրառման մեջ։ Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին, որը այսօր որոշել է այս տարվա խաղաղության մրցանակը Թրամփի փոխարեն շնորհել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին։ Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում, X-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չունգը։ Նա պնդել է, թե չնայած այդ որոշմանը Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմներ ավարտել և կյանքեր փրկել։ Հիշեցնեմ, որ Նոբելյան կոմիտեն այսօր մրցանակը շնորհել է Մարիա Կորինա Մաչադոին, Վենեսուելայի ժողովրդի իրավունքների պաշտպանության և բռնապետությունից ժողովրդավարություն անցնելու արդար և խաղաղ գործընթացում անխոջ աշխատանքի համար։ Վերադառնանք Հայաստան, Նուբարաշենի աղբավայրում գիշերը բռնկված հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել, առանձին հատվածներում ծխացող օջախների չեզոքացման աշխատանքը շարունակվել է նաև ցերեկը։ Տեղի ունեցածը պատահականություն չէր, այլ դիտավորություն, հայտարարել է քաղաքապետ Ավինյանը։ Լրատվամիջոցների տեղեկություններով Ավինյանը ազատել է աշխատանքից Երևանի քաղաքային նոր աղբավայր ընկերության տնօրենի պաշտոնակատարին։ Ինչպես լուծել մայրաքաղաքի գլխին պատուհաս դարձած աղբավայրի խնդիրը, ժամի անդրադարձը։ Վառվում է Նուբարաշենի աղբավայրը։ Կես գիշերին է հրդեհը մոլեգնել, թունավոր ծուխը տարածվել ու զգացվել է մի քանի տասնյակ կիլոմետրից, հարվածի տակ առնելով մարդկանց առողջությունը։ Շրջակայքի բնակիչները պնդում են, աղբավայրը միշտ է ծխում, այս դեպքում պարզապես գիշերը բարձրացած քամին է նպաստել հրդեհի բռնկմանը։ Մասնագետը սակայն նկատում է, աղբավայրում առկա գազային կուտակումներն են հրդեհի պատճառը։ Այդ աղբավայրը այնքան հին աղբավայր է եւ այնքան գազ կա կուտակված այնտեղ, որ շահագործումը պիտի այլ ձևով իրականացվի, այսինքն մենք պիտի ներսի գազը կարողանանք օգտագործել, որպեսզի այդ բռնկումները չլինեն։ Բնապահպանն ասում է, գազը կուտակված է աղբավայրի բոլոր շերտերում եւ բավական է մի փոքր արևի ճառագայթ կամ ծխախոտի կայծ ու կրկին մեծածավալ բռնկումը պատրաստ է։ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքների մասին բազմիցս են բարձրաձայնել մասնագետները, մատնանշել այն վտանգները, որոնք թաքցնում է բաց աղբանոցը, ընդերքի ջրերի աղտոտումից մինչև վտանգավոր վարակների տարածում։ Որ ոչինչ չլինի, թունավորումներ, գլխապտույտներ, մարդկանց հոգերի վրա ազդեցություն, որտեղ շնչում են այդ օդը։ Փրկարարներ, հատուկ տեխնիկա, հրդեհը մարող մի քանի մարտական հաշվարկ։ Կրակն իջեցնելը լուրջ ներուժ է պահանջել։ Առավոտյան արդեն դեպքի վայր է մեկնել Երևանի քաղաքապետը։ Ավինյանը տեղում է խիստ հանձնարարականներ տվել։ Ոչ մեկ չի մտնում առանց հստակ իմանալու ինչ նպատակով է մտնում։ Հերիք եղավ բոլորը։ Այս անգամ հրդեհն ավելի մեծամասշտաբ է եղել, քան օգոստոսի 8-ին էր։ Նախորդ անգամ մոտ 5 հեկտար տարածք էր կրակը վերցրել, այս դեպքում կրկնակի ավելի։ Քաղաքային իշխանությունից հենց սկզբից հայտարարություն եղավ, թե այստեղ դիտավորություն են նկատում։ 19:30 ես գնացել եմ այստեղից, ինչպես ժողովուրդն ասում, պատրույքի չափ անգամ ծխացող կետ չի եղել այս տարածքում։ Եվ հանկարծ գիշերը այս 4 կողմից բռնկումը։ Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Երեկոյանն էր, որ Ավինյանն ուղիղ եթերում հայտարարեց նաև, որ հրդեհն ամբողջովին մարված է, բայց ծխացող հատվածներ կան, որոնցում դեռ աշխատում են։ Քաղաքապետն ասաց նաև, որ այս խնդիրը հիմնովին լուծելու համար մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, եւ այս տարի կհայտարարեն այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է Ավինյանի խոսքով համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։
Վանդալիզմ Կիրանցի վանքում պատերին գրառումներ են, որոնք բոլորը մաքրել չի հաջողվում։ Մայրաքաղաքը խեղդվում է փոշու մեջ, այն գերազանցում է թույլատրելի չափը։ Մեթեո աշխարհ առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Արժանապատիվ ծերություն ապահովել Գյումրու խնամքի կենտրոնում հայտնված 160 տարեցների համար, որոնցից 16-ը անկողնային են։ Նրանց խնամքը վստահվել է հայկական Կարմիր խաչին։ Վերանորոգումից հետո շուրջօրյա կենտրոնի բացմանը նաև հուշագիր է կնքվել արցախցի մեր հայրենակիցներին սոցիալապես աջակցելու վերաբերյալ։ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնն այսօրվանից վերաբացեց իր դռները։ Այս կենտրոնի կառավարման գործընթացը 2020 թվականից իրականացնում է հայկական Կարմիր խաչը Հայաստանի կառավարության որոշմամբ։ Նպատակը տարեցների խնամքի գործընթացը նոր մակարդակի հասցնելն էր, եւ այսօր արդեն շուրջօրյա խնամքի կենտրոնի բացման արարողությանը պաշտոնյաները գետնի վրա ֆիքսեցին այդ կատարված փաստը։ Հիմա նորոգվել են երկհարկանի 3 բնակելի հատվածները, խոհանոցը, այգիներից մեկը, միջանցքները, իսկ վարչական մասնաշենքի առաջին հարկի վերանորոգումից հետո այն ծառայել է անկողնային խնամք պահանջող մեր շահառուների համար։ Կառավարության հետ հուշագրի շրջանակում հայկական Կարմիր խաչի ընկերությունն ի սկզբանե պարտավորվել էր կատարել մոտ 270 միլիոն դրամ ներդրում, սակայն գույքի ձեռքբերման վերանորոգման կահավորման աշխատանքների համար արդեն կատարել է 600 միլիոն դրամի ներդրում։ Տարեցների խնամքի որակը էականորեն բարձրացնելու նպատակով հայկական Կարմիր խաչն իրականացրել է նաև նախկին տուն-ինտերնատի աշխատակիցների կարողությունների զարգացման ու բարելավման դասընթացներ։ Միջազգային փորձագետների կողմից նաև մշակվել է խնամքի մոդել, որն այժմ գործարկման փուլում է։ Կարծում ենք, որ այս լավ համագործակցությունը պետք է շարունակենք, ինչու ոչ նաև ընդայնենք այլ կենտրոնների վրա, մենք այդ մասով հիմա բանակցությունների մեջ ենք ընկերության հետ։ Միջոցառման ավարտին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ հայկական Կարմիր խաչի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կամ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց ուղղված սոցիալական աջակցության շրջանակում համագործակցելու վերաբերյալ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Ամփոփել անցած ճանապարհը, նախանշել հաջորդ տասնամյակի անելիքները, Երևանում մեկնարկել է տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը Digitech 2025-ը, որ Հայաստան է բերել ոլորտի առաջատարներին ամբողջ աշխարհից քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները։ Հոբելենական տարեդարձին էլ, ինչպես միշտ, Digitech-ի կողքին է թիմը։ Տարվա ամենատեխնոլոգիական միջոցառումն է հոբելյանական 20-րդ Digitech-ը, որ դարձյալ մի հարկի տակ է համախմբել տեխնոմարդկանց։ Ես կարծում եմ այսօր մենք արդեն կարող ենք ասել, որ Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար դիրքերում է կանգնած, եւ սա նաեւ այն բանի շնորհիվ, ինչ մենք արել ենք անցած 2 եւ ավելի տասնամյակի ընթացքում։ Թիմը Digitech-ին ներկայանում է ընկերությունների խմբով, տաղավարում են Team Systems, Team Solutions, Team Pay, Buy AM ընկերություններն ու Team Telecom Armenian, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է։ Ես առաջի Digitech-ին, երբ որ հիմա վերհիշում եմ, այն ժամանակ փոքր տարածքում էր, չէր կարող գիտակցել, որ այսօր կհասնի այս մեծ մասշտաբներին։ Մեր համար շատ հետաքրքիր հարթակ էր ամեն տարի տեսնել այնտեղ ինչ նորարարական լուծումներ են, թե Digitech-ը ոնց է զարգանում եւ մեր ոլորտը ոնց է զարգանում։ Մեր ընկերությունը եւ մյուսները միշտ փորձում են նորարարական լուծումները հենց ցույց տալ Digitech-ին։ Digitech-ը այլևս միայն տեղական միջոցառում չէ, միայն էքսպո չէ, այն ներառում է իր մեջ 3 կոմպոնենտներ, դասական դարձած էքսպոն, որտեղ մենք գտնվում ենք, կոնֆերանս, որը որ շատ կարևոր կոմպոնենտ է այս միջազգային զարգացման տեսանկյունից, ունենք 100-ից ավելի խոսնակներ, Հայաստանում ամենամեծ ձայնային եւ արվեստի ֆեստիվալն է տեղի ունենում։ Հոբելյանական Digitech-ին թիմի տաղավարում բազմաթիվ առաջարկներ կան։ Team Telecom Armenian միջոցառմանը ներկայացնում է իր հերթական նորարարական լուծումը, բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձևաչափը, Cosmo Box-ը եւ Cloud Gaming հնարավորությունները։ Մենք առաջնային հիմա ցույց ենք տալի մեր հեռուստատեսության նոր պլատֆորման, որը կարող եք տեսնել եւ ունենք Team Pay հավելվածը, նոր հնարավորություններով քարտի ստեղծման, վիզայի կցման։ Meridian Expo կենտրոնում Digitech-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։
Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Բանակցել, ազդել, առաջնորդել թիմը եւ չհուսահատվել, եթե չեք հաջողել։ Միջազգային փորձագետների խումբը գործերը արդյունավետ կառավարելու թեմայով կոնֆերանս է անցկացրել Երևանի կենտրոնում Կարապի լճի վրա կառուցված տաղավարում։ Էվոկա բանկը միջազգային կոնֆերանսով եւ գրքի շնորհանդեսով է նշել 35-ամյակը։ Ինչպես կազմակերպել թիմային աշխատանքն ու արդյունավետ կառավարել գործերը, այս եւ այլ մոտիվացիոն թեմաների շուրջ Էվոկա բանկը իր 35-ամյակին նվիրված կոնֆերանս էր կազմակերպել Երևանի սրտում, որի ընթացքում իրենց փորձով ու խորհուրդներով կիսվեցին միջազգային ճանաչում ունեցող 4 փորձագետներ։ Միջոցառմանը ներկա են ոլորտի առաջատարներ, կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ֆինտեխ ընկերությունների ղեկավարներ, բանկի VIP հաճախորդներ եւ գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից։ Ինձ համար ամենակարևորը մտածելու մարտահրավերն է։ Էվոկա բանկ այն բացառիկ ընկերություններից է, որին բնորոշ է ստեղծարարությունը։ Այն փաստը, որ այս գեղեցիկ տաղավարը լճի վրա են կառուցել, արդեն խոսում է այն մասին, որ ինքնատիպ մտածելակերպ ունեն։ Քննարկվող հիմնական թեմաները առաջնորդության, թիմային աշխատանքի ու ձախողումից չհուսահատվելու, դասեր առնելու եւ առաջ շարժվելու մասին էին։ Միջազգային խոսնակները ներկաներին փոխանցեցին նաեւ համոզելու, ազդեցություն գործելու եւ բանակցելու իրենց հմտությունները։ Ես խոսում էի ուղեղի դոպամին կոչվող քիմիական նյութի մասին։ Այն սինթեզվում է օրգանիզմում, երբ մարզվում ենք գրքեր կարդում։ Դոպամինն ազդում է մեր տրամադրության ու մոտիվացիայի վրա, բայց դրա առաջացումը խախտվում է, երբ հեռախոսով հաճախ տեսանյութեր ենք դիտում եւ չափազանց շատ ստուգում մեր էլեկտրոնային փոստը։ Ուստի այսօր կենտրոնացել ենք հեռախոսի օգտագործումը կրճատելու վրա։ Հաջորդիվ Getting Things Done թեմայով պանելային քննարկումներ, որը վարում էին Էվոկա բանկի վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես հաղորդակցության եւ ռազմավարության դասախոս MBA ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը։ Մեր խոսնակները կիսվեցին արդյունավետության մասին իրենց գործնական հմտություններով եւ խորհուրդներով եւ ես շատ հուսով եմ, որ մեր հյուրերը կկարողանան կիրառել այլ մեթոդները իրենց աշխատանքային առօրյայում, դարձնելով իրենց աշխատանքային գործընթացը ավելի արդյունավետ, ինչն էլ իր հերթին մեծ արժեք կստեղծի հանրության համար։ Երեկոյի ավարտին տեղի ունեցավ Edward Lemont-ի Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը Էվոկայի հովանավորությամբ։ Edward Lemont-ն ի դեպ աշխատում է ամերիկյան 500 առաջատար ընկերությունների հետ, նպաստելով դրանց թիմային արդյունավետության աճին։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Տաթևեր Ճոպանուղին նշում է 15-ամյակը եւ հերթական անգամ ներկայացվել է World Travel Award 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին զգալիորեն բարձրացրել է երկրի զբոսաշրջային գրավչությունը եւ արդեն 3 անգամ միջազգային մրցանակ բերել Հայաստանին։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կիրանցի վանքի պատերին վանդալիզմի դեպքեր են արձանագրվել, գրառումներ են, պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության Տավուշի աշխատակիցների ջանքերով վանքի պատերից այդ գրառումները ավելի ուշ մաքրվել են, հեռացրել գրվածքների մի մասը։ Որոշներն այնուամենայնիվ մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են եւ խորը շերտով դրանք մաքրելու դեպքում վանքի պատերը կվնասվեին։ Հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել 3-րդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը 30 միլիոն դրամի չափ գրավը։ Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը վերացվել է։ Կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 4 ծառայողի ազատել ոստիկանական համակարգից։ Մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժերը։ Քննության առնված նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։ Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգացության ներքո է եւ իրականացվում է անվճար։ Աշխարհում ի դեպ ավելի քան 1 միլիարդ մարդ ունի հոգեկան առողջության խնդիր։ Մայրաքաղաքում հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոօթերովութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն մայրաքաղաքում ազոտի երկօքսիդի պարունակությունը եւս գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ օթերևութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։
Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կնվազի ևս 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 12-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 23, Լոռիում 15-ից 19, Տավուշում 19-ից 21 աստիճան, Արարատում, Արմավիրում սպասվում է 21-ից 23 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 22-ից 26, Սյունիքի նախալեռներում 16-ից 20 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 7-ից 9, ցերեկը 20-ից 22, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։